ակտուալ էր, արդեն նույնիսկ օրասական, որովհետև Հայաստանը այլ իրավիճակում է համարվել Եվրազես ընդգրկվելու կապակցությամբ, ուստի եւ կառավարման համապատասխան, կառավարման համապատասխան ինստիտուտներ են անհրաժեշտ, որպեսզի կարգավորեն նոր իրավիճակում հայտնված տնտեսական խնդիրները։ Անկասկած ակտուալ է, անկասկած խնդիրները կան, մտածածին չեն, և Եվրազեսի հետ կապված, և նաև ինտեգրացիոն պրոցեսները շարունակվում են նաև Եվրամիության հետ, այնպես չի, որ մենք այդտեղ անելիք չունենք, մասնագիտացված կառույցը կբարձրացնի կառավարման էֆեկտիվությունը, այստեղ կասկած չկա։ Երկրորդը երկու նախարարությունների միավորման հետ կապված, գիտեք, այստեղ կարելի է տարբեր մոդելներ ալտերնատիվ առաջարկել, ամենայն դեպս առաջարկված է որևէ բանով այլ առաջարկներից վատը չի, նորից կարելի է միավորել այդ երկու նախարարությունները։ Տարածքային է այն մասին եք ասում, թե ներքին գործեր հետո։ Չէ, տարածքային է այն։ Այդտեղ միավորվեց, այստեղ նորը ստեղծվեց, չէ, ոնց էր կոչում միջազգային տնտեսական նախարարություն։ Ինտեգրման։ Ստեղծվի, այսինքն որ առանձնապես կրճատում բան չի լինում, ինչի մասին։ Չէ, ոչ կրճատում է լինում, որ բյուջեի վրա ավելի ծախսեր չեն նախատեսված այդ փոփոխությունների համար, նաև կրճատումներ տեղի չունենա մարդկանց, վերադասավորումներ են։ Այսքանը։ Գիտեք, ինչ վերաբերում նոր նախարարության։ Լճացած է կառավարությունը կրճատումներ, բան անհրաժեշտություն կա, բայց ընդհանրապես դիրքային փոփոխություններ, այսպես։ Վերադասավորում։ Ինչ վերաբերում է ընդհանրապես ուրեմն չինովնիկների դասին, ապա քանակը շատ մեծ է, դա միանշանակ է։ Եթե համատական առումով վերցնեք, անգամ խորհրդային միության տարիներին այսքան մենք չինովնիկ չենք ունեցել։ Ինչ վերաբերում է նոր նախարարության ձևավորմանը, ապա հասկանալի է, որ դա իսկապես անհրաժեշտություն էր եւ ես կարծում եմ շատ ավելի վաղ կարելի էր դա ստեղծել, որտեղ Հայաստանի համար անհրաժեշտություն է ինտեգրման գործընթացները կառավարել եւ ճիշտ կառավարել։ Դա այստեղ ես որևէ հարց չեմ տեսնում։ Ինչ վերաբերում է միավորմանը, դա արդեն տեսեք ինչ է ստացվում, ավանդույթ է դարձել, արդեն տարին մեկ, երկու տարին մեկ նախարարությունների անուններն է փոխվում կամ չգիտեմ նախարարություններն են միանում եւ այլն, եւ դա կոչվում է կառուցվածքային փոփոխություններ։ Այդ կառուցվածքային փոփոխությունների վրա 23 տարվա ընթացքում ծախսվել է 205 միլիոն դոլար վարկեր։ Հենց այդպես էլ կոչվում են կառուցվածքային փոփոխություններ։ Այստեղ ես կարծում եմ, որ պետք է վերջնական մի տեսքի գալ, որտեղ հասկանալ թե որ համակարգն է մեզ անհրաժեշտ։ Կառավարությունը չի կարող ամեն մի վարչապետ որ գա որոշի թե ուրեմն այս կառավարման ձևն է ինձ ավելի հետաքրքիր կամ այն մյուս ձևը։ Պետք է լինի համակարգ։ Եվ այդ համակարգում արդեն կարելի է ձևավորել, որ օրինակ ինձ համար անհասկանալի է տարածքային կառավարման նախարարությունը միավորել այդ արտակարգ իրավիճակների նախարարության հետ։ Բացարձակ տարբեր բնույթի գործառույթներ են։ Հիմնավորումները համոզեցի չէին բարված։ Ոչ։ Ոչ, չէ, միավորման հետ կապված հիմնավորումների մասը ոչ թե ասեմ։ Ուրեմն նախ ես չկարողացա մտաբերեի այդպիսի բաներ փոփոխություններ կառավարման համակարգի մեջ վերջի տարիների հետ կապված, իրոք չեմ։ Քանի անգամ միգուցե կլինի, բայց վերջի 10 տարվա մեջ ես չեմ հիշում այդպես բան։ Հա, որ Տիգրան Սարգսյանի կառավարության ժամանակ փոխվեց, Սփյուռքի նախարարությունը ստեղծվեց։ Էկոնոմիկան դարձավ, հա, չգիտեմ, туриզմից դարձավ էկոնոմիկա։ Հետո հարկայինը միավորվեց, դարձավ ֆինանսների նախարարություն։ Նոր չի եղել այդ բանը։ Միակ բանը որ եղել է, այդ միավորվել են ֆինանսների նախարարությունը, հարկային ու մաքսային է, այդ եղել է, հա։ Այս նոր բան է։ Վերջի 10 տարիներում ուրիշ բան ես չեմ հիշում եղած լինի։ Ասեցի, էկոնոմիկայի նախարարությունը բաժանվեց, սկզբից туриզմի նախարարություններ, առևտրի նախարարություններ,
Չէ, վերանվանվեց դա։ Արդյունաբերության չէ, ոնց վերանվանվեց։ Փոխվի որ վերանվանվեց։ Բաբուր, Ասե։ ուրեմն զբաղվողը արդյունաբերությամբ էլ դիզ։ Ամեն վերանվանումից փող չի կորում, փող չի ծախսվում դրա վրա։ Առաջ գոյություն ուներ դրա անունն էր արդյունաբերության նախարարություն, հետո այդ արդյունաբերության այդ դեռ բանի ժամանակ 90-ականների սկզբից հետո կոչվեց առևտրի նախարարություն, որը ուներ туриզմի ստորաբաժանություն, եւ չէ, տես չի ախար էլի, եւ էկոնոմիկայի նախարարություն հիմա։ Հիմա եթե ձեր տրամաբանությամբ գնաց, ուրեմն այն ժամանակ էլ էկոնոմիկա չէինք ուզում ունենայինք։ Արդյունաբերություն ուզում ենք, էկոնոմիկա չէինք ուզում։ Անվանափոխում ա եղել, գործառույթները ավելի խորացել են, հասկանալի է, որ էկոնոմիկայի նախարարությունը զբաղվում է իհարկե եւ արդյունաբերությամբ կամ գոնե պետք է զբաղվի, եւ առևտրով, եւ туриզմով, եւ ընդհանրապես էկոնոմիկայով։ Եվ սա համահունչ է մնացած բոլոր երկրներում տեղի ունեցող փոփոխություններին, այնպես որ ես նրա մեջ որևէ արտառոց բան չեմ տեսնում։ Եթե փոփոխությունները վերում են արդյունավետ աշխատանքին, որևէ մեկը չի ասի ինչ։ Սրա մասին կարելի է խոսել։ Արդյունավետության մասին է։ Սրա մասին կարելի է խոսել, անկասկած միշտ չի որ կառավարությունները աշխատում են արդյունավետ, կներեք ինձ հետո զանգեք մի ժամ հետո։ Այստեղ կարելի է վիճել եւ չինովնիկության մեծ կազմի մասին, որ ես ընդունում եմ, այո, դա այդպես է։ Առասարակ կառավարության էֆեկտիվության աշխատանքի չափանիշները շատ հեղեղուկ են եւ նրանք կարելի է հաշվարկել միայն կոնկրետ խնդիրներից ելնելով կոնկրետ ժամանակամիջոցում առասարակ կառավարության էֆեկտիվության, կառավարման էֆեկտիվության մասին շատ դժվար է դատելը։ Համենայն դեպս ինչևէ, եթե այս վերջի իրադարձությունների մասն է խոսքը, չեմ կարծում, որ դա շատ մեծ քննարկման թեմա կարող է դառնալ կամ որևէ բացասական բան է չեմ։ Վարկերի մասին խոսեց, որ դրանք Ես էլ պատասխանեցի, որ վերջի 10 տարվա մեջ միակ փոփոխությունը, իրական փոփոխությունը, այդ ծախսերի կրճատման իմաստով դրական, երբ միացվեցին ֆինանսների նախարարությունը հարկային ու մաքսային, ծախսերը կրճատվեցին իհարկե, էֆեկտիվությունը ուրիշ խնդիր է, ծախսերը կրճատել կարելի է անվերջ կրճատել, բայց դրանից էֆեկտիվությունը կարող է չաչի։ Իսկ ուրիշ փոփոխություններ ես չեմ հիշում, ուստի եւ այդ 205 միլիոն ծախսերը կառուցվածքային բարեփոխումների բնավ չի ուղղվել դրան, որ ստեղծեն նոր նախարարություններ։ Ուրեմն Սփյուռքի նախարարության վերաբերյալ կլինի անմտություն բացարձակ։ Հիմա նորից Սփյուռքի նախարարությունը վերամիավորել մի այլ նախարարության հետ։ Հազիվ ձևավորվել է մի կառույց, որը աշխատում է Սփյուռքի հետ ամբողջական իր գործառույթների շրջանակում։ Եվ 5 տարի արդյունավետ աշխատող նախարարությունը մի անգամ եւս այսպիսի ցնցումի տանել շատ սխալ կլինի։ Ես կարծում եմ, որ պետք է ուղղակի զերծ մնալ։ Պետք է փաստարկները լսել երկու կողմից էլ։ Կարծում եմ, որ երկու կարծիքն իրավունք ունեն գոյություն ունենալու, բայց դատավորի դեր հիմա ես չեմ կարող ստանձնել, որովհետև կարծիք ենք այդ։ Կարծիքը բանա, ինֆորմացիայի քիչ է երկու կողմից էլ են այդ ուզում։